Բարի երեկո, սիրելի հարազատներ, սիրելի ընկերներ, հուսամ լավ եք, կխնդրեմ միանաք, գրեք, որ լսվում է ձայնս նորմալ, ըստ դրա կանդրադառնանք մեզ անհանգստացնող ու տանջող մտահոգող թեմաներին, որը շատ կարևոր է հայ ազգի բարօրության, արժանապատվության եւ պարտության եւ վաղվա օրվա համար։ Եթե լսում եք ձայնս նորմալ լսվում է, խնդրում եմ բարձրաձայնեք, որպեսզի հասկանամ։ Ժողովուրդ ջան, նախ եւ առաջ շնորհակալ եմ միանալու համար, ուզում եմ խոսել հայի արժանապատվությունից, հայի ընտեսակից, այն որակից, որ միակն է եղել ու ներկապային ապականված պրոցեսի շեման վրա է ու շարունակում է ապականվել։ Ուզում եմ խոսամ սոցցանցերից, TikTok հարթակից, որը հայ ազգի ամենախայտառակ համակարգն է, հայ ազգին պախարակող, խայտառակող, լպիրշ կեցվածքով հանդես գալու պրոցես է, որը շատ անհանգստացնում է։ Ժողովուրդ ջան, երբ որ մտնում ես, շնորհակալ եմ հարազատներս, ժողովուրդ ջան, երբ որ մտնում ես TikTok հարթակը, երկու կապեք գումար վաստակելու համար տեսնում ես մեր քույրերին, անկախ ամեն ինչից նրանք մեր քույրերն են, մայրերին, հայոց, ջահել հարցներին, աղջիկներին ուղղակի խայտառակություն ես ապրում ու չես պատկերացնում, որ դու հայ ես ու դա հայերի հետ է կատարվում։ Լկտի կեցվածքով, բաց դոշերով, անկողնու մեջ պարկած, պապիրոզը բերաններին թաքուն ծխելով, տարբեր ոճերով, դիրքերով, պոզաներով, լեքսիկոնով հանդես գալացող կանանց, տղամարդկանց, աղջիկներին, այնուհետև հասկանում ես, եթե դու ունես երեխեք, ոնց ես ամուսնացնելու, ում հետ ես ամուսնացնելու, կամ սա ընդհանրապես հայ կնոջ կերպարա, սա ընդհանրապես խայտառակություն է։ Երբ որ նայում ես, թե ինչ է կատարվում TikTok հարթակում հենց Շիրակի մարզը Գյումրին ներկայացնող կանանց այդ մի քանի ամբողը, որ հավաքվել են իրար գլուխ, դա ուղղակիորեն բառից գուն իմաստով խայտառակության վերելք է։ Խայտառակության գագաթնակետն է, դրանից են կոմեն խայտառակություն չկա։ Ուստի ուզում եմ դիմեմ մեր պատկան մարմիններին, դիմեմ մեր ղեկավարությանը ու չեմ դիմելու միայն սոցցանցերի միջոցով, անպայման դատարանի միջոցով վերականգնելու եմ TikTok-ում տեղի ունեցող խայտառակությունը, TikTok-ում տեղի ունեցող լպիրշ լեքսիկոնով խոսացողները, բուռն հայհոյանքներ փոխադարձ պատասխաններով, դրանք բոլորը խայտառակում ու խեղաթյուրում է հայի արմատները, ներկան, անցյալը ու ապագան։ Ինչը նշանակում, որ կինը կարա TikTok-ով ամենավերջի քֆուրը տակրսքերը բաց նստի TikTok-ի առաջ, խալաթով նստի TikTok-ի առաջ, դա ուղղակի խայտառակություն է, ոչ մեկ դրա իրավունքը չունի, բացարձակապես դնում են զոհված զինվորների նկարները TikTok-ում, ընդհանրապես դրանք զոհված զինվորի մայրերի, ընտանիքների, զոհվածի ոչ մի բանի հետ կապ չունեցող։ Դնում են Աբաջյանի նկարը ու TikTok են բացում ու իրար ամենավերջի լպիրշ բառերով հանդես են գալի իրար հանդեպ։ Պատմոսով մատուցում են այդ սեռա բարբարոս տեղատարափը իրար, ես ուղղակի դա խայտառակություն եմ համարում, դրա համար դատական process կգործի, այսուհետև ես ձեզ խոսք եմ տալի։ Եթե ես սոցցանցերում TikTok հարթակում տեսնեմ որևիցե զոհված զինվորի նկարով էջ ու մեջ անբարոյական կանանց տեղատարափ, որը էջն է ղեկավարում հանդես է գալի էջի դեր, խոսք եմ տալիս դատական process-ով դա կարգի բերել այդ կանանց եւ այդ լպիրշ սերնդին, որը մեր Հայաստանի Հանրապետության մեջ գնալով բազմանում է, դա ուղղակի խայտառակություն է։ Ոնց կարա կինը TikTok-ով հայ տղամարդուն ամենավերջի քֆուրը տական, ոնց կարա հայ տղային ջահել 18-19 տարեկան թուլեն դնի ինչ որ մեկի մոր նկարը կամ կնոջ երեխեքի ամենավերջի քֆուրը տա։ Ինչն է խնդիրը, ժողովուրդ, դա խայտառակություն է, դա խայտառակություն է։ Ես պետությանս, իմ պետականությանս, իմ պատկան մարմիններին բոլորին կոչ եմ անում։ Ես դատական բուրըն կոչերով հանդես եմ գալու, որպեսզի TikTok հարթակը փակվի։ TikTok հարթակը բերում է խայտառակություն, բերում է անգյալություն, բերում է անաշխատակունություն, դադարում են մարդիկ աշխատելու ունակությունը վերանում է նրանց մոտ։ Գործադուլ ասված process է հանդիսանում TikTok հարթակը, ժողովուրդ ջան։ TikTok հարթակից նրանք քերում են մի երկու կապեք, գրում են մի հատ վագրի ուղարկի կյանքս, մի հատ փիսիկ ուղարկի գանձս խալխի տղամարդին, հետո չգիտեմ TikTok-ից դուրս գալուց հետո ինքն ինչ է տալիս խալխի տղամարդին, բերում է բազում վատ process-ներ, ընտանիքներ են քանդվում դրանից, չկայացած դեռ կայացած ընտանիքներ են քանդվում, որոնք շատ վաղուց են կայացել։ TikTok հարթակ ասվածը խայտառակություն է Հայաստանի Հանրապետությունում։ TikTok ասված հարթակին վերաբերվելու, օգտագործելու պատշաճ դիրք, ձև, մոտեցում չունի Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակիչ գրեթե։ Նայում ես, ամբողջ TikTok հարթակը կանայք են, հայ կանայք, ամենալպիրշ կեցվածքով հանդես եկած։ Դրանցից հալալքեսին ես տեսել եմ կիսաբացով օգնություն խնդրելուց։ Հիմա իրանք TikTok հարթակով մեկից տնքալով առյուծ են քերում, մեկից պիսիկ են քերում, մեկից վագր են քերում ու TikTok հարթակում իրանք գումար վաստակելով գնում են դեպի անգյալություն, գնում են դեպի գործադուլ արված process տանը նստած դիվանու վրա։ Ոչ մի աշխատանք իրանք չեն կատարում։ Բացարձակապես ու սեռական բնույթի հարոյանքներ 12 տարեկան երեխում, 4 տարեկան երեխում, նորացին երեխում։ Ես զոհված զինվորի նկար տեսա, որ մերը հրապարակել էր։ Երկնային ծնունդը շնորհավոր որդիս, ես էլ վերցրեցի իմ հերոսի նկարը, պարտավորությունը զգացի իմ մեջ, դնել իմ էջի վրա ու շնորհավորել ու ներողություն խնդրել ծնողներից, որ իրանց տղաների այրան գնով մենք ապրում ենք մինչև առեսօր, որը 99%-ը չի էլ գնահատում այդ տղաներին։
ու ապրում այդ տղերքի արյան գնով ազատագրած հայրենիքում։ Վերցրեցի, տեղադրեցի եւ ունեմ սկրինշոտ արած վիճակ։ TikTok-ից մի հատ տղա, որի էջի անունն էր Նիկոլ Փաշինյան, Նիկոլ, սենց է իր էջի վերնագիրը, ամենավերջի հայոյանքներով բուրըն գրել էր ինձ ու իմ զոհված զինվորին։ Ինչա նշանակում դա, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում կունենաս քաղաքական հայացքներ, թե չես ունենա, TikTok հարտակում կլինես, թե չես լինի, զոհված զինվորը կռվելուց չի ասա, ես կռվում եմ Նիկոլական Շարասյան համար կամ Քոչարյանի կամ Սերժի, կռվել է ամբողջ ազգի, թե դեբիլների համար, թե նորմալների համար, թե չկայացածների համար, թե աննորմալների համար։ Ինչ նախնդիրը, որ կոսպեկտավորված ձևով հանդես գալու բառապաշար ընդհանրապես չունեք դուք Հայաստանի Հանրապետության հասարակության մի փոքրիկ հատված, որը խայտարակում ու խեղաթուրում է Հայաստանը։ Հայաստան աշխարհը կարելի ասել։ Ես ուզում եմ կոչ անեմ եւս մեկ անգամ մեր պատկան մարմիններին անդրադառնան TikTok հարտակում տեղի ունեցող լպիր շամբարոյական պորնոգրաֆիկ նյութերին, խոսակցություններին, հայոյախառն հեգնանքներով պատասխաներին, մեկը մեկին ժողովուրդ ջան, դա Հայաստանի Հանրապետությունում բերում է միայն ու միայն խայտարակություն։ Երբ որ ասում ենք մտնում ենք Եվրոպա, մենք զարգանում ենք, լսի, ազատ խոսալը, հայհոյելը, մեր քրֆելը զարգանալ չի։ Ազատ խոսալ, հայհոյելը, քրֆելը, մեր քրֆելը, երեխա քրֆելը, զինվորի գերեզման քրֆելը, դա զարգանալ չի, ժողովուրդ ջան։ Դա լպիրշանալու մի հատ այն տեսակն է, որ Հայաստանի Հանրապետությունում սոցցանցերի միջոցով աշխատում է շատ առողջ, առույգ ու անգաղափար հիմքերի վրա հիմնված շատ արագ տարածվում է, ինչը վերում է խայտարակության։ Խայտարակությունը ոնց կարաս մտնես, տեսնես հայկինը նստած այն ժամանակ մութուլուս տարիներին, որ տելևիզորը պետեկայով էր, ստեղնել մի հատ կուպցի էր դրած սեզմիկ կերպ թեքում ենք, հենց թեքում ենք, տենում ենք մեր հայ մայրերը խմորեն հուսում, տարազը կապած, լաչակը գլխին, հաց էին թխում, չգիտեմ, ավանդական լոբախաշու էին եփում, խաշ էին եփում, պասուստոլմային փաթաթում։ Հիմա մտնում ես TikTok, կամ պրոշեն լցնում, կամ եղունգ են բերում առաջ, կամ թարթիչ են ավելացնում, կամ կրսկերն են բացում խալխի տղամարդկանց ամենավերջի քֆուրը տալի, դա ուղղակի խայտարակություն է։ Հայաստանի Հանրապետությունում TikTok հարտակ ասված է խայտարակություն է։ Ամբողջ TikTok-ը թերթում եմ, երկու տղա է ընդհանրապես ամբողջ TikTok-ում։ Վաղը ես այդ երկու տղու նկարը սկրինշոտ եմ անելու այսօր։ Տեղադրեմ իմեջում եւ եւս TikTok հարտակի հետ կապված նորից ու նորից լայվ անեմ։ Նայում ես շեղված տղամարդիկ են խոսում, շեղված ես թե նեղված ես, դա քո խնդիրն է, դա քո մեջ բայի պարտադիր չի բարձրաձայնես, դու ինչ որ բան չես քաղցր պտուղ չես, որ բոլորը քեզանից պետք է օգտվեն, դա քո անձնական կյանքն է, քո խնդիրն է։ Եթե քեզ հարմար այդ ճանապարհով եթաս, ինքդ քո մեջ գնա դեպի անդունդը, գնա դրախտ, դժոխք, դա քո խնդիրն է, ախպեր ջան, բայց մի բարձրաձայնի այդ մասին, մի բարձրաձայնի այդ մասին։ Ու ժողովուրդ ջան, ուզում եմ խոսեմ ինձնից ու իմ անձնականից, սրանից հետո, եթե այսքանը վերաբերվում է մենակ TikTok հարտակին, եթե քաղաքական հայացքներով կունենամ թողուբոհ լրագրողների հետ կապված, հենց իմինը այսօրվա տեղի ունեցած պատարագի ժամանակ ինձ բարոյական վիրավորանք հասցրած Նարեկ ասված լրագրողի պիտակը կրող, բայց լրագրողական ոչ մի գիտելիքներ չունեցող ու չտարածող անձնավորությունը պարտավորվում եմ տեղյակ պահել, որ դատի եմ տալու։ Երկուշաբթի առավոտյան վաղը կդիմեմ Արաչի Ատյանի դատարան, բողոքս կներկայացնեմ դատարան, ու սրանից հետո բոլոր են լրագրողներին, սոցցանցերում ավել պակաս իմ հասցեին խոսացողներին, քանի որ ունենք օրենք, ունենք կնիք ու դրոշ, ունենք օրենսգիրք, կշարժվենք օրենքով ու օրենսգրքով, պարտավորվում եմ տեղյակ պահել, որպես Հայաստանի Հանրապետության ճանաչված վլոգեր, պատերազմի օրվանից անդադար ու անգնահատելի աշխատանք տարած անձնավորություն, իհարկե Սփյուռքի միջոցով, ես պարտավորվում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ բոլոր են հեգնանքով պատասխանողներին իմ անձնական, իմ բարոյականը, իմ ներկան ու ապագան խեղաթուրողներին դատի եմ տալու, ես այդ իմպոտենտների գարաժի տնօրենին, այդ Նարեկին, անպայման դատի եմ տալու երկուշաբթի առավոտյան, անպայման։ Այսօրվա իր արած հայտարարության համար ինձ ասելա, որ դու ընդհանրապես տղամարդ չես, միգուցե Հայկ ջան, Նարեկ ջան, ես եւս մեկ անգամ քո կասկածները անի կոչեցյալ լրագրողի պես ցրեմ, բայց արհեստական գործիքով, որովհետեւ չեմ պատկերացնում էլի, անին ինչա որ դու ինչ ես, երկուստ էլ նույն տաշտակից դուրս եկած անբարոյականների հավաքածու եք, ես ինքս այսուհետև շատ կոռեկտ ձևով եմ իհայտ գալու, հանդես գալու, որպեսզի հասարակությանը տեսանելի ու հասանելի լինի, թե ինչ է նշանակում ազատություն, անկախություն, օրենք, պետություն ու պետականություն ասված համակարգը։ Դա շատ կարևոր է, ժողովուրդ ջան, այսօրվա օրը։ Դուք չեք գնահատում են ինչ որ մարդիկ անում են, դուք ընդհանրապես լավը չեք տեսնում։ Նայ, երբ որ մտան Էջմիածնում, չեմ հիշում այդ գյուղի անունը, խոշորացած համայնքի ղեկավարին սպանեցին, քաղաքական հայացքներով այդ մարդը դաշնակ էր, դա իր խնդիրն է, մյուս թիմին էր պատկանում, բայց քանդվեց եւս մի երիտասարդ ընտանիք, ու իմ սիրտը շատ մեծ ցավ ապրեց այդ ընտանիքի համար։ Երբ որ քուրը ձենով լացում էր, սենց ձեռքը դրած, մի հատ լրագրող մտել էր, ձեռի տակից միկրոֆոնը մտցնել էր քրոջ բերանը, հարց էր ուզում խլել, ինչ պետք է պատասխաներ այդ լրագրողի քուրը, մզովը, մահացածի քուրը, սպանվածի, լրագրողի, նրա ցավից են կոմել բան չկար, ինչ եմ ուզում ասեմ, լրագրող համակարգը խայտարակված է, ապականված է Հայաստանում, խեղաթուրված է,
փողի կլանով տարված է։ Նրանք էլ իրանց գիտելիքները, իրանց բառապաշարը, այն ինչ որ լրագրողական դասընթացի ժամանակ ձեռք են բերել որպես լրագրող, որպեսզի հասարակությանը հանդես գան դեպի իշխանություն տանող ճանապարհը, հանեն կապի կամ լսելի ու հասանելի դարձնեն խոսքը, նրանք այդ process-ներից ոչինչ չեն հասկանում ու չեն պաշտպանում։ Այդպես էլ նույն լպիրշությունը տիրում է TikTok հարտակում, տիրում է Հայաստանի Հանրապետության շատ հազարավոր մարդկանց մեջ, որոնք խայտարակում են Հայաստանի Հանրապետությունում, խեղաթյուրում են։ Ինչ է նշանակում դա, ինձ հետաքրքիր է։ Ոնց կարա հայ մայրը, հայ կինը, առաջին քրիստոնյա ազգը, սուրբ մայրը դոշերը բաց նստի TikTok հարտակում ու ամենալպիրս ձևով խոսա։ Բոլորին դատա հասնում։ Դատական process-ով պետք է կանխվի TikTok հարտակում տեղի ունեցող բռնի կոչերը, TikTok հարտակում տեղի ունեցող անբարոյական բառապաշարը, ժողովուրդ ջան։ Անպայման հանդես եմ գալու սրանից հետո այս կոչերով, դիմելու եմ դատական process-ների, տալու եմ դատի ու երդվում եմ ձեզ, որ դատը շահելու եմ։ Դատը շահելու եմ։ Մինչև վերջ բողոքելու եմ։ Ցանկացած TikTok հարտակում լկտի ու լպիր շպավացկով հանդես եկող թե կանանց, թե անչափահաս աղջիկներին ու տղաներին, թե տարեց կանանց, թե տղամարդկանց, որոնք անբարոյականների կույտ են։ Օրինակ ինձ համար թութուլավան ընդհանրապես ոչ մի վատ բան առաջ չկա լավից բացի։ Այդ մարդը կարում է ստեղծի ու տենում եք, որ շոշերում հազարավոր հաշվանդամների, հարյուրավոր տարեցների, միայնակ թոշակառուների օգնում է 20,000 դրամն էլ քիչ բան չի։ Դուք ինչ եք անում։ Կպելա պետությանը, կպելա պետականությանը, կվիրավորելա զոհված զինվոր ընտանիքներին, խեղաթյուրելա Հայաստանի Հանրապետության, չգիտեմ, բարեկեցիկ կարգավիճակը կամ ապրելակերպը։ Ոչ մի բան էլ աջակցել է։ Մի բան էլ աջակցել է այդ մարդը։ Ինչ նախնդիր է։ Ինչ նախնդիր է խեղաթյուրել այդ մարդու աշխատանքը։ Ինչ նախնդիրը մտնել մարդու անձնական կյանք, որոշել նա կապուտա կարմիր թե կանաչ սկսել ծեծել։ Ինչի հիման վրա եք ծեծում մարդկանց։ Ինչի հիման վրա եք TikTok հարտակում ամենավերջի ձևով մեր քրտում։ Միթե դուք մեր չունեք, միթե ձեր մեր այդ օրգանը չունի, միթե ձեր մեր այդ պահանջը չունի։ Դա ուղղակի խայտարակություն է, ժողովուրդ։ Խայտարակություն է։ Այսուհետև TikTok հարտակներում լկտի կոչեր անողներին բոլորին դատական համակարգի առաջ են կանյացնելու, դատական process-ի առաջ են կանյացնելու ու կոչ եմ անում ձեզ լսելի դառնա իմ ասածը տեսանելի ու հասանելի 100%։ Այսքանը լավ մնացեք այսօրվա պատարագից մեր Չարենցավանի հասարակությունից, շատ գոհ, շատ շնորհակալ, շատ շոհված, հետ վերադարձանք, թող խաղաղություն լինի, թող գերիներին բոլորին բարի վերադարձ լինի, TikTok հարտակում էլ թող կոռեկտություն տիրի, թե չպատասխանատվության առաջ եմ կանգնացնելու բոլորի թաթար ես ինքս, Ռուստամ Ավագյանն եմ։ Այո, TikTok-ը պետք է փակվի, ժողովուրդ ջան, TikTok-ը Հայաստանի Հանրապետությունում տարածում է անբարոյականություն, տարածում է լպիրշություն, տարածում է սեռական խեղաթյուրում բառից բուն իմաստով։ Բառից բուն իմաստով, ժողովուրդ ջան։ Այսքանը լավ մնացեք, բոլորից շատ սիրում հարգում եմ։ Շնորհակալ եմ էջս ղեկավարող իմ լավ աղբորից, էջս կառավարող իմ լավ աղբորից, ամենալավ բանը քեզ, մեռնեմ քեզ։ Ուզում եմ դեռ անհայտ մնաս, թեպետ ժողովրդի կողմից շատ ճանաչված ու հայտնի ես։ Կգա մի ժամանակ, որ կբարձրաձայնեմ ու անունը, քո ազգանունը, ուրախ եմ, որ դու կաս, որ իմ կողքն ես, Մեռնեմ ջանի, շատ շնորհակալ եմ։ Եվ նաև շնորհակալ եմ իմ վարչապետից, որին այդ զրույց ունեցա, բարևեցի, գրկախառնվեցինք ու առողջություն մաղթեցի իրան։ Բոլորդ լավ եղեք, ժողովուրդ ջան, այսքանը շատ շնորհակալ եմ, ստեսություն ձեզ, բարի գիշեր, խաղաղ գիշեր։